Մղթար Հայրապետյանը առնվազն այն Փաշինյանի մոտ կանգնած 10 հոգու մեջ հաստատ մտնում էր։ Ինչպես Ալեն Սիմոնյանի, այնպես էլ Մխիթար Հայրապետյանի ծառայություններից է Փաշինյանը հրաժարվում, այն դեպքում, երբ ԲՏԱ նախարարը ՔՊ հիմնադիրներից է, 2018-ին Գյումրիից քայլերթով իշխանափոխություն անելու գաղափարի հեղինակը։ Այստեղ հետաքրքիր է, ինչի իր ամենամոտ շրջապատից մարդը կառավարությունը լքում է։ Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը չի հավատում Փաշինյանի այն բացատրությանը, թե Հայրապետյանն ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը գործադիրում։ Պնդում է, Հայրապետյանը եւ մի քանի այլ կարկառուն ՔՊԱ-ականներ փորձել են իրենց առանձին խաղը խաղալ եւ ավելացրել էին ազդեցությունը ՔՊ որոշ շրջանակների վրա։ Իմ կարծիքով Փաշինյանը ավելի շատ վնասազերծում է հնարավոր պալատական հեղաշրջումը, հա, եւ փորձել է փոխարինել այդ մարդկանց, այսպես ասենք, թուրքական բրիգադով։ Հնարավոր պալատական հեղաշրջումը կանխելու նպատակով էլ ըստ մեդիափորձագետի Փաշինյանը գահանքեց արեց նաև Ալեն Սիմոնյանին, նրա աթոռը բաշխելով Թուրքիայի հետ մերձեցող Ռուբեն Ռուբինյանին։ Սիմոնյանը հիմա ծնկաչոք հաղորդում է, մեղքերի թողություն խնդրում քահանայից, բայց այս հուզիչ տեսարանները ըստ փորձագետի Փաշինյանի վրա չեն կարող ազդել։ ՔՊ ղեկավարը վտանգ է զգացել Սիմոնյանից ու այն ՔՊԱ-ականներից, որոնք համարվում են գործարար Խաչատուր Սուքիասյանի ազդեցության մարդիկ եւ գործադիրում եւ օրենսդիրում։ Ալեն Սիմոնյանը կարող է իրեն տարբեր տեղեր ներկայացնի նաև որպես Փաշինյանի հետնորդ եւ փորձի այդպես իր քաղաքական կապիտալը վաճառել։ Ինչն է հետաքրքիր, որ պայմանականորեն իշխանությունից առնվազն գործադիր եւ օրենսդիր հեռանում է Խաչատուր Սուքիասյանի թևը, հա, որի նախկին աշխատողներն են հենց Ալեն Սիմոնյանը, որը իրեն պատկանող մեդիա ռեսուրսի գլխավոր խմբագիրն էր եւ նաեւ իրեն այս Խաչատուր Սուքիասյանի պատկանող մեդիա ռեսուրսի Արաբ Նյուզի խմբագիրն էր եւ նաեւ Արայիկ Հարությունյանը, որը ժամանակին վարում էր, թե չեմ սխալվում, Խաչատուր Սուքիասյանի Facebook-յան էջը։ Մութ համբեր են կուտակվել նաեւ Արայիկ Հարությունյանի գլխին, ըստ Ժողովուրդ օրաթերթի մեծ է հավանականությունը, որ նա չի վերանշանակվի Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ ՔՊ նախընտրական շտաբի պետ Հարությունյանը ըստ էության մոլորեցրել է Փաշինյանին զեկուցել, թե 65% ձայն ունի ՔՊ-ն։ Իշխող ուժը ստացել է շուրջ 49% ձայն, ԲՀԿ-ի շուրջ 60,000 ձայնը փաստացի գողանալով, ինչը վարչապետի մոտ լուրջ դժգոհություն է առաջացրել, գրել է Ժողովուրդը։ 2015 թվականի սահմանադրության ֆոկուսների պատճառով Փաշինյանը հիմա ձևավորում է կառավարություն եւ մեծամասնություն ազգային ժողովում, բայց Փաշինյանը գլոբալ պարտվել է եւ բարձր որ այդ պարտությունը պետք է ունենա նաեւ անուններ, հա, ովքեր են պատասխանատու դրա համար։ Ինչ տեղեկություն է զեկուցվել ձեզ։ Փաշինյանը նախորդին ըստ էության չի պատասխանել Արայիկ Հարությունյանի հնարավոր պաշտոնակության մասին հարցին, միայն վստահեցրել է, թե Հարությունյանի մտահոգիչ գործունեության մասին տեղեկություններ չի ստացել։ Որևէ տեղեկություն Արայիկ Հարությունյանի հետ կապված չի զեկուցվել։ Մեկ այլ սկանդալ է պտտվում կառավարական կուլիսներում Գորշ կարդինալի համբավ ունեցող Հարությունյանի անվան շուրջ։ Հրապարակը գրել է, որ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը դիմել է ԱՄՆ-ում բնակվող հայ քրեական հեղինակություններին դրամական միջոցների ապօրինի տեղափոխման հարցում աջակցություն ստանալու նպատակով։ Պարզվել է, որ խոսքը հենց Հարությունյանի մասին է։ Այս ֆոնին Փաշինյանը իր աշխատակազմի ղեկավարին երկարատև արձակուրդ է ուղարկել։ Հուլիսի 1-ից 24-ը կհանգստանա Հարությունյանը ու ըստ լուրերի հիմա ԱՄՆ-ում է։ Իմ կարծիքով թիմի յուրաքանչյուր անդամ երևի հասկանում է ավելաբար սուս-փուս հեռանալ, հա, կամ ինչ-որ ժամանակավոր հնարավորապես կորել։ Մեկ այլ ՔՊԱ-ական ԵԱՏՄ հարցերով զբաղվող Վաղարշակ Հակոբյանը նույնպես հայտարարել է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։ Մեդիափորձագետը պատահական չի համարում այս քայլը։ Վաղարշակ Հակոբյանը Մխիթար Հայրապետյանի ու Խաչատուր Սուքիասյանի մտերիմն է։ Արդեն խնդիր է առաջանում էլի։ Փորձագետները չեն բացառում, որ ինչ-որ պահի հենց այս ՔՊԱ-ականները որոշեն, որ Փաշինյանը չպետք է լինի վարչապետ, ժամանակն է նրան փոխարինել մեկ ուրիշով։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։